Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Մինչ այս պահը, այսօր մայիսի 4-ն է 2026 թվական, տարբեր քաղաքական ուժեր սահմանադրական փոփոխությունների կամ տարբեր հոդվածների փոփոխությունների մասին հանդես են եկել իրենց առաջարկներով, իրենց ցանկությամբ, բայց ամփոփ ոչ ոք, այդ թվում իշխանությունները, ովքեր մեր հարկերով ուրեմն իբրև թե նոր սահմանադրության նախագիծ են պատրաստում, ոչ ոք նոր սահմանադրության իր նախագիծը կամ հիմնական առաջարկները չի հրապարակել։ Նույնիսկ իշխանությունը, կրկնում եմ, որոնք իբրև թե զբաղված են այս աշխատանքով եւ արդարադատության նախարարի խոստումի համաձայն մարտ ամսին նոր սահմանադրությունը պիտի որ արդեն հրապարակված լիներ։ Չեմ բացառում, որ վերանայում են մարդիկ իրենց որոշումները, որ սա դրական, իմաստով եմ ասում, լավ կողմից եմ ասում, հնարավոր է այդ մարդիկ հասկացել են ինչ-որ բաներ, որոնք մինչև այսօր հաշվի չէին առնում եւ ինչ-որ վերանայում են, այն ինչ պետք է հրապարակեին մարտ ամսին, չեմ բացառում, որ դա քաղաքական հաշվարկ է, այն ինչ պետք է հրապարակեն իրանց այսպես քաղաքական դիվիդենդներ չի բերում, իրենց ռեյտինգի վրա միգուցե նույնիսկ նեգատիվ ազդի, այդ իսկ պատճառով չեն հրապարակում։ Եվ խոսքը գիտեք անկախության հռչակագրի մասին է։ Այստեղ նախաբանը բաց թողնելով ես ձեզ եմ ներկայացնում այս պահի դրությամբ Հայաստանում հրապարակված միակ նոր սահմանադրության նախագիծը, իսկ ավելի ճիշտ հիմնական սկզբունքները, բայց այդ հիմնական սկզբունքները մենք կարող ենք որոշ չափով վերանայել, համենայն դեպս քննարկելու բան է։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ դա ու ինչու սրա մասին եմ խոսում, որպեսզի պատկերացնեք խորությունը մեր քաղաքական մտքի եւ այն պատկերացումների, որոնք մենք, ես իմ ընկերների հետ այդպես ասեմ, կամ ընկերներս ինձ հետ միասին հիմնադիր ազատակարգ կուսակցության շրջանակներում դեռևս մարտ ամսին, երևի մարտ ամսին էր, սա հրապարակել են, կամ փետրվարի վերջերն էր, կամ մարտ ամիսը, հիմնադիր կետեմ կայքում կարող եք մտնել եւ սահմանադրության նախագիծ, այնտեղ այդպիսի ուրեմն կետ կա, կարող եք սեղմել եւ բացել։ Ես ուզում եմ խոսել այսօր դրա մասին, ում հետաքրքիր է կարա լսի եւ եթե հասցնենք 33 հոդված այստեղ, ոչ ամբողջ ցանկն է մեր նախագծի, հատկապես մարդու իրավունքների հատվածը բացաթողնված, ինչու, որովհետև դա ունիվերսալ իրավունքներ են ամբողջ աշխարհում եւ գրեթե բոլոր սահմանադրությունների մեջ այդ նույն հիմնական իրավունքներն են նկարագրված, այստեղ շատ ավելի շատ մենք սևեռվել ենք պետական կառուցվածքի վրա եւ այն հիմնական սկզբունքների վրա, որով պիտի աշխատի պետական համակարգը։ Եվ այսպես մի հատ ցույց տամ։ Այսպես հոդվածներով գնում ենք, մինչև 33 հոդվածն է գրած, հոդված չի, ավելի շուտ կետեր են սրանք, եւ գրածը շարունակելի, նկատի ունենք, որ հիմնական կմախքը սա է, ես միգուցե այսօր ամբողջը չհասցնեմ ներկայացնել, կաշխատեմ մի կես ժամվա սահմաններում տեղավորվել, որպեսզի շատ գլուխները չտանեմ ձեզ հետաքրքիր լինի։ Մանավանդ, որ ուզում եմ ամեն կետի վրա մի փոքր կանգ առնել եւ բացատրել, ելի եմ ասում, նպատակ է այս հաղորդման, որպեսզի պատկերացնեք այն խորությունը մեր մտադրությունների, մեր պատկերացումների եւ հեռանկարային մեր ծրագրերի այն խորությունը, որ հիմա կա։ Եվ ամենակարևորը, եթե ինչ-որ բան պետք է մեր երկրում փոխվի, դա առաջին հերթին սահմանադրությունն է։ Ինչու, միգուցե երբ որ կարդամ կետ առ կետ, ձեզ արդեն պարզ լինի։ Եվ այսպես հոդված կամ կետ համար 1, որը ասում է հետևյալը. պետական կառուցվածքի առանցքը հիերարխիկ կարգն է կամ նվիրապետական կարգն է։ Պետական կառուցվածքի առանցքը նվիրապետական կարգն է, հիերարխիան է։ Չկա կառավարում եւ չկա պետական կառուցվածք, չկա պետական համակարգ եւ չկա պետություն, եթե այնտեղ հստակ սահմանված չեն մեծն ու փոքրը։
որտեղ մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքրը փոքր պատասխանատվություն է կրում, որտեղ խոսքը մեծին է պատկանում, ջուրը փոքրին է պատկանում։ ԱՄՆ սահմանադրության կորիզը, միջուկը, այսինքն հիմնական մասը ԱՄՆ Միացյալ Նահանգների սահմանադրության, որը ինձ համար էտալոն է սահմանադրության, իր երկարակեցությամբ 250 տարի մոտ, հա, 250 տարի այդ սահմանադրությունը արդեն աշխատում է։ Նրա տեխնիկապես նրա որոշելը բավականին հետաքրքիր, այսպես գործընթացներով է անցել, եւ ինչն է շատ ինձ դուր գալիս, որ այդ սահմանադրության հիմքը լրացումները չհաշված մի բանի մասին է, ինչպիսին է երկրում հիերարխիան։ Մի բանի մասին է, ով ումից հետո ինչի համար է պատասխանատու։ Այսինքն հերիքա մի թղթի վրա գրված լինի տվյալ երկրում ով ումից հետո է կանգնած եւ ով ինչի համար է պատասխանատու մեծ գործերի առումով եւ կարելի է ասել սահմանադրությունը ամբողջական է։ Այն մնացածը երկար բարակ կենտրոնական բանկ, մարդու իրավունքների պաշտպան եւ մեծ սահմանադրությունից է մեջբերումներ անում։ Կամ չգիտեմ, այդ մնացածը արդեն 8-րդական, 10-րդական բաներ են։ Գլխավոր ամենակարևոր բանը, որ կառավարական համակարգում, կառավարման համակարգում պետք է ընդգծել, դա պետք է ընդգծել հիերարխիան։ Եվ դա է հանդիսանում պետական կառուցվածքի առանցքը, հիերարխիան։ Հայ ժողովուրդը չի սիրում հիերարխիա։ Հայ ժողովուրդը չի սիրում իրանից խելոքին, իր գլխին կառավարիչ կարգել, որովհետև չի սիրում իրանից խելոքին, չի ուզում հարգի, նախանձը ուտում է իրան, վատ առումով, չար առումով, բայց առանց դրա պետություն չի լինում, դրա համար հայ ժողովուրդը չունի պետություն կամ չի կարողանում ստեղծել պետություն, որովհետև չի ուզում ճանաչի հիերարխիա, իսկ շատ ժողովուրդներ այդ թվում քոչվոր, քաղաքակրթական բավականին ցածր մակարդակի վրա կանգնած, ստեղծել են հզորագույն համակարգեր, ռազմական, պետական, նվաճել են աշխարհը ծայրից ծայր, որովհետև մի բան են կարողացել իրենցում ձևակերպել, հիերարխիա։ Չինգիզ խանի ամբողջ այդ մեծ գործերը, մեծ նվաճումները Չինաստանից մինչև Եվրոպա, Չինգիզ խանի եւ նրա սերունդների։ Մի բանի հաշվին է եղել։ Նրանք ձևավորել են հիերարխիա, թեև եղել են քաղաքակրթական շատ հետամնաց մակարդակի վրա։ Ով կարողացավ այդ հիերարխիան ձևավորել, նա էլ կստեղծի կուռ համակարգ։ Ով չի կարողանում այդ հիերարխիան ձևավորել, նա մնում է այդպես անվոտ անգլուխ, պատասխանատվությունը դիֆուզիայի ենթարկած, այսինքն անպատասխանատվության վիճակում, մթնոլորտում։ Եվ այսպես էս ամեն ինչը պետք է հասկանալ եւ սահմանադրության ամենասկզբում պետք է ընդգծել ամենքիս համար, որ հիերարխիան դա պետական կառուցվածքի առանցքն է։ Երկրորդ կետ կամ երկրորդ հոդված։ Հանրային, խաղաղ եւ ներդաշնակ համակեցությունը դա այսպես ասած մի դռան շամպես յոլա գնալն է։ Պարտադիր չի հետը բարեկամություն անես, գործընկերություն ունես, ընդամենը պետք է հանդուրժել, որ կաս դու եւ կա նա, քո կողքը լինելու է նա։ Նույնիսկ հարևանություն պետք չի անել։ Համակեցություն, այսինքն միտեղ ապրել, ընդամենը հանդուրժել, որ քեզանից բացի քո կողքին ապրում է, շնչում է եւս մեկը։ Հանրային խաղաղ եւ ներդաշնակ համակեցությունը, որը եթե խորանում է, դառնում է համախմբվածություն, որը եթե ավելի է խորանում, դառնում է համագործակցություն։ Մինիմում մարդիկ 3 միլիոն հայ, որպեսզի կարողանան պետականորեն կազմակերպվել, մինիմում պիտի յոլա գնան իրար հետ միտեղ, եթե հնարավոր է
անցնեն հաջորդ փուլ, բացի միտեղ գտնվելուց նաև համախմբվեն, այսինքն միավորվեն, գոնե կարողանան իրար հետ, ինչ ասեմ, ուտել, հա, իրար հետ մի բան տոնել, եւ եթե նույնիսկ մի քիչ էլ խորանա հարաբերությունը, կարողանան համագործակցել, միասին մի ինչ-որ բան կառուցել, սա իդեալական արդեն։ Այս 3 փուլը հաղթահարելուց հետո 3 միլիոն մարդ նոր կարա պետականորեն կազմակերպվի։ Սկիզբը սա է։ Հնարավոր չի ազգը պետականորեն կազմակերպվի կամ հնարավոր չի ժողովուրդը ազգ դառնա, եթե մինիմում չի հանդուրժում նույն տարածքում իր նման մյուսներին կամ իրենից տարբերվող մյուսներին, եթե չի կարողանում այդ մյուսների հետ համախմբվել, ավելին եթե չի կարողանում նրանց հետ ընդհանուր գործ բռնել։ Այս 3 փուլերը հաղթահարելու համար, այսինքն հանրային խաղաղ եւ ներդաշնակ համակեցությունը, համախմբվածությունն ու համագործակցությունը հնարավոր են միայն իրավունքի գերակայության, արդարության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում, ինչը երաշխավորվում է արդարադատությամբ, որպեսզի մարդիկ իրար կողմ հարևանություն անեն, առանց շփվելու հանդուրժեն համակեցություն, պիտի փոխադարձաբար վստահեն, որ գիշերը չի գալու իրան մորթի, որպեսզի համախմբվեն, պիտի իմանան, որ յուրաքանչյուրի իրավունքները այդ համախմբման մեջ հարգվելու են, այսինքն լինելու է իրավունքի գերակայություն, որպեսզի համագործակցեն, պետքա դարձյալ վստահ լինեն, որ դիմացինը իր հետ կվարվի այնպես, ինչպես ինքն է դիմացինի հետ վարվում։ Իսկ այս ամեն ինչի մեջ, քանի որ ամեն մեկը չի կարա իր հերթին հրացանը վերցնի սպասի, թե դիմացինը իրավունքները հարգում է, թե չէ, պետքա լինի մի համակարգ, արդարադատություն, որը ցանկացած մեկին, ով կչարաշահի դիմացինի վստահությունը, ով կանտեսի դիմացինի իրավունքը, ցանկացած մեկին պատժի կամ արդար հատուցում ստանա։ Ահա երբ որ այս արդար հատուցման համակարգը կլինի, այն ժամանակ մարդիկ կարան խաղաղ եւ ներդաշնակ համակեցություն, համախմբվածություն եւ համագործակցություն իրականացնեն։ Արդարության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում։ Ահա թե ինչու երկրորդ կետը սենց սկսում է եւ շարունակվում է։ Նվիրապետական կարգի, հիերարխիկ կարգի, պետականաստեղծ եւ պետականապահպան գործառույթներից առաջինը արդարադատությունն է։ Այսինքն այդ հիերարխիան, որ ով է մեծ, ով է փոքր, սա նրա համար է, որպեսզի դու իմանաս ով է այդ արդար դատը անելու, նա ով վերևում է։ Նա ով վերևում է, նրա գործը այն չի, որ լցի տանի իր տուն։ Նրա գործը այն չի, որ ուրիշներից խլի իր մոտ հավաքի, այլոց իրավունքները ոտնահարի, իր իրավունքները կամ իր թիմի իրավունքները սպասարկի։ Հիերարխիայի գլխավոր նպատակը արդարադատություն հաստատելն է։ Կլինի սա կդառնա պետականաստեղծ եւ պետականապահպան առաքելություն, հիերարխիայի կողմից իրականացված։ Չի լինի սա, ոչ մեծ կճանաչեն, ոչ փոքր։ Եթե չի լինում արդարադատություն, արդարության մթնոլորտ, որտեղ մարդիկ կարողանան փոխադարձաբար իրար վստահեն։ Հա թե ինչու ֆիքսում ենք երկրորդ հոդվածը նորից կարդամ, հանրային խաղաղ եւ ներդաշնակ համակեցությունը, համախմբվածությունն ու համագործակցությունը հնարավոր է միայն իրավունքի գերակայության, արդարության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում, ինչը երաշխավորվում է արդարադատությամբ։ Նվիրապետական կարգի, այսինքն հիերարխիկ կարգի, պետականաստեղծ եւ պետականապահպան գործառույթներից առաջինը արդարադատությունն է։ Մարդիկ պետություն ստեղծում են նաև անվտանգության համար։ Ինչ որ կարող են
բարեկեցության, տնտեսական բարեկեցության համար։ Կարող են պետություն ստեղծել, չգիտեմ, էլի ինչ-ինչ հարցեր լուծելու համար։ Բայց ամենակարևոր հարցը, իսկ եթե կարելի ասել պետության բոլոր ֆունկցիաներից, հիերարխիկ կառուցվածքի բոլոր ֆունկցիաներից ամենաառաջինը դա արդարադատություն իրականացնելն է։ Եթե չկա արդարադատություն, չկա արդարության եւ փոխադարձ վստահության մթնոլորտ։ Կա իրար նկատմամբ կասկած, պառակտում, թշնամանք, հաշվեհարդարներ, վրեժխնդրություն եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Երրորդ հոդված կամ երրորդ կետ մեր նախագծի։ Նայենք, ասեմ, կես ժամից ավել չի տևելու, ինչքան հասցնենք։ Երրորդ կետը, երրորդ հոդվածը մեր առաջարկած սահմանադրության նախագծի, հիմնադիր ազատակարգ կուսակցության առաջարկած։ Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական եւ իրավական բարձրագույն ինստիտուտը սահմանադրությունն է։ Այսինքն, երբ որ մենք ասացինք, որ հիերարխիկ կարգը պետական կառուցվածքի առանցն է, ահա հիերարխիայի գագաթնակետին ով է։ Ով։ Եկեղեցու հիերարխիայի գագաթնակետին ով է, կասեք Աստված։ Ճիշտ է։ Պաշտոնապես կաթողիկոսն է, բայց կաթողիկոսը չի հիերարխիայի գագաթին, եկեղեցական։ Աստված, որը ինչով է արտահայտվում մարդկանց նյութապես Սուրբ գրքով։ Սուրբ գիրքն է, չէ՞։ Աստծո շունչն է գագաթում կանգնած։ Աստծո շնչի, Աստվածաշնչի համեմատ մարդիկ կառուցում են մնացած պաշտոնները, մնացած վարքագիծը, մնացած վարդապետությունն ու ամեն բան, որ գալիս է դրանից հետո։ Պետական կառուցվածքի, հանրապետական կառուցվածքի։ Դրա համար այստեղ նշել ենք Հայաստանի Հանրապետության, որտեղ միապետական, օրինակ բացարձակ միապետությունում, վերևում թագավորն է, կամ, չգիտեմ, կարան ասեն կայսրն է։ Երբեմն աստվածացնում են թագավորներին եւ կայսրերին, եղել են այդպիսի բաներ։ Հիմա էլ մեկ անգրագետ մարդիկ են պատահում, որ նույնիսկ վարչապետին կարող են աստվածացնել։ Հիսուս Քրիստոսի հետ համեմատել։ Դա չի էական։ Էականն է նա, որ հիերարխիայի գագաթին արժեք է, իրավունքն է։ Երբ որ մենք ասում ենք իրավունքի գերակայություն, արդեն խոսեցինք դրա մասին։ Դա նշանակում է, ընդ մարդ չի։ Մարդ չի գայթակղություններով, մեղքերով, թուլություններով, պահի ազդեցության տակ ընկնող, հոգնող քնող, քնի որ հանգստանա, այնտեղ մշտարթուն գաղափարա, կարգ, իրավակարգ, մշտարթուն քաղաքական կարգ եւ մշտարթուն պետական կարգ, որը կոչվում է սահմանադրություն, որը անց չի, չունի բարեկամներ, խնամի ծանոթ էսես, չունի բերան, որ կերցնես, գրպաններ, որ լցնես, կաշառես, ահաբեկես, թուղթ է, ջիր է, ինչպես Աստվածաշունչը եկեղեցու համար, ամենավերևում է, որ արտահայտում է Աստծո խոսքը, Աստծո շունչը, այնպես պետական կազմակերպման համար անհրաժեշտ է հիերարխիայի գագաթին մարդկանցից վերև գաղափարը, իդեա, որը շոշափելի ենք դարձնում թղթի վրա գրի առնելով, կարանք քարի վրա գրենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության, սա կարելի ասել ցանկացած հանրապետության համար, այն ինչ հիմա ես ասում եմ, կարելի ասել ցանկացած հանրապետության համար։ Ավելին, երբ որ թագավորություններն են փորձել թագավորին սահմանափակել, թագավորական իշխանությունը սահմանափակել, դարձրել են սահմանադրական միապետություն։ Թագավորին ասել, նայ հա, քեզանից բարձր է օրենքը, դու չես կարա անես ինչ ուզում ես։
Դարձել են սահմանադրական միապետություն եւ հիմիկվա միապետությունները հիմնականում դրանք սահմանադրական միապետություններ են, որոնք աշխարհում կան։ Իսկ հանրապետություններն առհասարակ սահմանադրական են ու սահմանադրական։ Եթե կբերեք այնպիսի հանրապետության օրինակ, ինչպիսին օրինակ Իսրայելն է, որտեղ չկա այսպես մեկ փաստաթուղթ, որպես այդպիսին գրանցված սահմանադրություն, այնտեղ էլ կան սահմանադրական փաստաթղթեր։ Այսինքն մի թղթի մեջ չի դա գրած, դա մի շարք փաստաթղթերի հավաքածու է, իրանց սահմանադրությունը, այսպես ասած։ Մի ամբողջական փաստաթուղթ չի, որի անունը դնեն սահմանադրություն։ Սա կոչվում է չգրված սահմանադրություն։ Ու մեր դեպքում պիտի լինի գրված, ես կարծում եմ, որ ճիշտ է այդպես է, կարծում եմ դուք եք ինձ հետ համաձայն, ես էլ ինձ դա չեմ հորինել, գոյություն ունի աշխարհի փորձ, եւ ահա Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական եւ իրավական բարձրագույն ինստիտուտը սահմանադրությունն է։ Սահմանադրությունը ինստիտուտ է, համակարգ է, եւ ոչ թե մայր օրենքն է։ Երևի մայր օրենք այդ խոսքը գալիս է բանից, չգիտեմ որտեղից է գալի, համենայնպես օրինակ Գերմանիայում գլխավոր օրենք է կոչվում սահմանադրություն։ Դա միայն օրենքին չի վերաբերվում։ Այսինքն դա միայն օրենք չի։ Դա նաև պետական ինստիտուտ է, ոչ միայն իրավական, դա նաև քաղաքական ինստիտուտ է, ոչ միայն իրավական։ Թեև ստեղ դժվար է մի քիչ իրարից զանազանել, բայց ուզում եմ ընդգծեմ, որ սահմանադրությունը շատ ավելին է, քան պարզապես օրենք։ Մենք այդպես ենք պատկերացնում։ Մենք այդպես ենք պատկերացնում, որ երկրի գլխին դրած է լինելու սահմանադրությունը որպես գերագույն ինստիտուտ, գերագույն։ Ոչ մի պաշտոնյա իր ազդեցությամբ նրանից բարձր չի կամ նրան հավասար չի։ Ամենքը գործելու են եւ հարաբերվելու են սահմանադրության մեջ գրած կարգին համապատասխան։ Ամեն բան նրա ցանկացած մեկը հեսակավ կգանք դրան ցանկացած մեկին իշխանությունը իր ղեկավար գործառույթներն իրականացնում է ծառայելով սահմանադրությանը շատ կարևոր է որ իշխանությունը ոչ թե ծառայում է ժողովրդին իշխանությունը իշխում է ժողովրդին տիրություն է անում ժողովրդին ոչ թե ծառայություն է մատուցում սա շատ կարևոր է եթե մենք ուզում ենք պինդ պետություն ունենանք ապա մենք պիտի հասկանանք որ իշխանությունը ծառա չի իշխանությունը տեր է եթե իշխանությունը ծառա է բա ով է պատասխանատու նրա արարքների համար ով է տերը ով պատասխան է տալու իշխանության արարքների համար եթե իշխանությունը ծառայում է եւ ոչ թե տիրություն անում պատասխանատվությունը տիրոջից է բխում ոչ թե ծառայից իսկ մենք ասեցինք մեծը մեծ պատասխանատվություն է կրում փոքրը փոքր բայց բոլորն են պատասխանատու յուրաքանչյուրն է պատասխանատու իսկ իշխանությունը ծառայում է միայն սահմանադրությանը այսինքն իրավունքի գերակայություն հասկացությունը հենց դա է որ միակ բանը որին ծառայում է իշխանությունը դա իրավունքն է գերակայությունը իրավունքինն է մարդկանց իրավունքին է յուրաքանչյուրի իրավունքին է ժողովրդի իրավունքին է բոլորի իրավունքին է իրավունքինն է իշխանությունը փողոցային իմ սերնդին հարիր բառապաշարով ճշտինն է ծառայում այդ իրավունքը որ իրավաբանական լեզվում կոչվում է իրավունք կամ չգիտեմ հասարակագիտության մեջ կոչվում է իրավունք փողոցային բառապաշարում կոչվում է ճիշտ իրավունքի գերակայությունը եթե թարգմանենք փողոցային բառապաշարի նշանակում է ճիշտը մի հատ է այսպես ասած ահա իշխանությունը ճշտին է ծառայում ոչ թե ենթականերին իշխանությունը իր ղեկավար գործառույթները ֆունկցիաները իրականացնում է ծառայելով սահմանադրությանը
Սահմանադրական կարգի տապալման ցանկացած փորձ ենթակա է դիմադրության։ Այն ինչ գրված է սահմանադրության մեջ։ Ես հենց սահմանադրական կարգի բացատրությունը սահմանադրագետները առանձին են ուսումնասիրում, թե ոչ թե այն ամեն ինչ գրված է սահմանադրության մեջ, դա է սահմանադրական կարգը, այլ ինչ որ ավելի սեղմ շրջանակ կա, սեղ շրջանակ կա կարգ ու կանոնի, որը համարում ենք սահմանադրական կարգ։ Բայց այն ինչ գրված է սահմանադրության մեջ, եթե դա խախտվում է, դա ենթակա է դիմադրության։ Չկա մի բան, որ սահմանադրության մեջ գրված է ու խախտվում է ու ասում ենք դե լավ, թեթև տար։ Տես բան չկա։ Գրված է սահմանադրության մեջ, խախտվեց ենթակա է դիմադրության։ Հիմա ուշադիր հաջորդ նախադասությունը։ Այլ միջոցների անհնարինության պարագայում դիմադրության իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Ինչ է նշանակում այլ միջոցներ։ Սահմանադրական կարգի տապալումը պիտի կասեցնեն իրավապահ մարմինները, զինվորական մարմինները, աշխարհազորը, օրինակ եթե արտաքին ագրեսիա է, հա, ներքին եւ արտաքին ագրեսիայից, իրավապահները, արտաքին ագրեսիայից բանակն ու աշխարհազորը։ Սահմանադրական կարգի տապալումից պետք է համապատասխան պետական մարմիններ, դատարաններ եւ այլն եւ այլն։ Սակայն եթե այս բոլորը անգործության են մատնվում, եթե այս բոլորը գլուխ են պահում կամ ինչ-ինչ հանգամանքներում ներկա չեն տվյալ իրավիճակում, ապա սահմանադրական կարգի տապալմանը ուղղված դիմադրության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Այս կտորը ի դեպ էլի վերցված է Գերմանիայի սահմանադրությունից։ Եթե չեմ սխալվում 20-րդ հոդված 4-րդ կետ ներկայիս Գերմանիայի սահմանադրության։ Դիմադրության իրավունքը շատ մոտ է ապստամբության իրավունքի հետ, որը Ֆրանսիայի սահմանադրական փաստաթուղթ հանդիսացող 1789 թվականի Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրում երկրորդ հոդվածն է, որից երկրորդ հոդվածի մեջ է մտնում դիմադրելու իրավունքը։ Դա մոտ է ինքնապաշտպանության իրավունքին, այսինքն անհատը ունի չէ ինքնապաշտպանության իրավունք, ահա ժողովուրդն էլ ունի ինքնապաշտպանության իրավունք, երբ որ տապալվում է սահմանադրական կարգը։ Տրամաբանությունը ընդհանուր է։ Ահա մեր պատկերացրած սահմանադրության սկիզբը առաջի 3 հոդվածները ես ձեզ կարդացի։ Սրա մասին է։ Առաջի 3 հոդվածները։ Մի քիչ ժամանակ ունենք։ Երևի 4-րդ հոդվածն էլ կարդամ։ Սահմանադրության գաղափարական հենքը հանրապետականության սկզբունքն է, ռեսպուբլիկանիզմը։ Ըստ որի, լավ, մի հատ այսքան տեղը թարգմանեմ, տեսեք հարգելի ժողովուրդ, օրենքները գրվում են հիմնվելով սահմանադրության վրա։ Ովքեր են օրենքները գրում։ Օրենքները գրում են պարլամենտական պատգամավորները։ Իսկ պարլամենտը գրում է օրենք։ Հա։ Դեպուտատները գրում են օրենք։ Քվեարկում են, հաստատում են։ Ինչի վրա հիմնվելով են դեպուտատները գրում օրենք։ Հիմնվելով սահմանադրության վրա։ Եթե մի օրենք, որը գրված է դեպուտատի կամ պարլամենտի կողմից, չի համապատասխանում սահմանադրությանը, Սահմանադրական դատարանն ասում է սխալ է, կամ գերագույն դատարան, օրինակ Ամերիկայի դեպքում սահմանադրական դատարանը չի այդ գործառույթն իրականացնում, գերագույն դատարանն է։ Գերագույն դատարանը 9 դատավորով որոշում են, քվեարկում են 9 դատարան կոլեգիալ է։ Որոշում են, որ այդ օրենքը սխալ է, հակասում է սահմանադրությանը։ Եթե նախագահը որոշում է հանում, հրաման է տալի, չգիտեմ ոնց է, այդքան մանրամասն չեմ պատկերացնում, կասեմ բան չես sense բաներից խոսում, որովհետև հեսա տեսեք ինչի եմ խոսում։
մի որոշումի հրամանահան է, որպեսզի հասկանան դա ճիշտ է թե սխալ, նայում են օրենքներին համապատասխանում է թե չէ։ Երբեմն սահմանադրությանը համապատասխանում է իր գործողությունները թե չէ։ Այսինքն օրենքները հիմնվում են սահմանադրության վրա։ Օրենքները գրվում են սահմանադրությանը հղում անելով, համապատասխանեցնելով սահմանադրության հետ։ Բայց հիմա հարց, բայց սահմանադրությունը ինչի հիման վրա են գրում։ Այս թեմայով երևի ովքեր ինձ հնուց այսպես հետևում են, այս թեմայով մենք շատ ենք խոսել։ Սահմանադրությունն էլ հիմնվում է փիլիսոփայության վրա, էթիկայի վրա, գաղափարախոսությունների վրա։ Սահմանադրությունը մի բառով հիմնվում է փիլիսոփայության վրա։ Եվ եթե դու բերում ես սահմանադրություն, ասում ես, ահա, այսպիսի սահմանադրություն եմ առաջարկում, դու պիտի պատասխանես հետևյալ հարցին. որ փիլիսոփայության վրա է հիմնված քո սահմանադրությունը։ Քաղաքական որ գաղափարախոսության վրա է հիմնված քո սահմանադրությունը։ Ինչպիսի էթիկական համակարգի վրա է հիմնված քո սահմանադրությունը։ Չէ՞ որ դա արդեն ճիշտ ու սխալ որոշելու հարց չկա։ Եթե օրենքները ճիշտ են գրված թե սխալ, դու ստուգում ես սահմանադրության հետ համեմատելով, ապա սահմանադրությունը ճիշտ է գրած թե սխալ, դու ստուգում ես, թե որ գաղափարից է բխում այդ սահմանադրությունը։ Նախ այդ գաղափարի, այդ փիլիսոփայության շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գան սահմանադրություն գրողները եւ այդ սահմանադրությունն ընդունողները։ Հետո նոր որոշեն իրանք ճիշտ են գրում, թե սխալ։ Սա մեր սահմանադրության գրելուց եւ էլի շատ երկրների սահմանադրություն գրելուց ամենևին հաշվի չի առնվում։ Ամենևին ԱՄՆ հիմնադիր հայրերը մինչև իրենց սահմանադրությունը կգրեն, իրանք երկար բարակ ուսումնասիրել են քաղաքական փիլիսոփայությունը։ Երկար բարակ։ Ջեֆերսոնը Ֆրանսիայից ուզում եմ ասել զանգում է, էլի ընտրին զանգ չկար։ Ֆրանսիայից հաղորդագրում է, որ անպայման բան կարդացեք, ասում է։ Հասա Պոլիբիոս, ասում է անպայման Պոլիբիոս կարդացեք նոր, Պոլիբիոսը միջև չկարդակ բան չանեք, ասում է։ Պոլիբիոսի մասին կխոսանք։ Քաղաքական գաղափարախոսության, քաղաքական փիլիսոփայության վրա է հիմնվում սահմանադրությունը։ Ահա թե ինչու։ Եթե դու գրում ես սահմանադրություն, ով որ այս, ընկեր սահմանադրագետ ես, քաղաքական գործիչ ես, ինչ ես, փիլիսոփա ես։ Խնդրում եմ, ասա քաղաքական որ գաղափարախոսության կամ քաղաքական որ փիլիսոփայության վրա է հիմնված քո գրած սահմանադրությունը։ ԱՄՆ սահմանադրությունը գրված է ռեսպուբլիկանիզմին հղում անելով։ Ահա թե ինչու ես ասում եմ սահմանադրության գաղափարական հենքը հանրապետականության ռեսպուբլիկանիզմի սկզբունքն է։ Ըստ որի դա որն է էդի։ Ըստ որի պետությունը, իշխանությունը եւ այլն, հեսա կասեմ ինչի եմ սենց թռոցիկ անցնում, հանդիսանում են հանրային գործ ու հանրային գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Ուրեմն պետությունը ըստ ռեսպուբլիկանիզմի հանդիսանում է հանրային գործ, ամենքից գործն է եւ մեր գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Իշխանությունը հանդիսանում է հանրային գործ եւ այդ գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Արդարադատությունը հանդիսանում է հանրային գործ եւ այդ գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Ազատությունը հանդիսանում է հանրային գործ եւ այդ գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Ես այս ամեն մեկը առանձին կբացեմ, կթարգմանեմ, բայց հիմա ուզում եմ ընդհանուր սկիզբունքները հասկանաք։ Իրավունքների պաշտպանվածությունը հանդիսանում է հանրային գործ եւ այդ գործի արդյունքում ստեղծված հանրային բարիք։ Էլի մի քանի բան կարելի ավելացնել, բայց հիմքը սա է։ Ահա թե ինչ ասում ռեսպուբլիկանիզմը, որ ես մեզ բոլորիս օգուտ տվող, մեզ բոլորիս պաշտպանող, մեզ բոլորիս համար իրավունքների իրացում եւ ազատության
իրացում ապահովող այս ամենը պետությունը, իշխանությունը եւ այլ, սա հանրային գործ է, սա յուրաքանչյուրից գործն է։ Մեզանից ով գլուխ է պահում, նա արդեն սկսում է որպես անտոմ սուղևոր այն այլոց աշխատանքը յուրացնել։ Իշխանական էսելի ռեսպուբլիկանիզմի մասին է, իշխանական լիազորությունների ուղիղ, կամավոր եւ համաձայնեցված պատվիրակումը, դրանց ժամանակային սահմանափակումը, քաղաքացիական առաքինություն հանդիսացող մասնակցայնությունը, ինչպես նաեւ միասնական համակարգում միասնական կանոններով փոխհարաբերությունը հանրապետականության սկզբունքի հիմնասյուներն են, որոնք են ռեսպուբլիկանիզմի հիմնասյուները, իշխանական լիազորությունների ուղիղ պատվիրակումը, իշխանական այսինքն ոչ թե ես քեզ ընտրեմ, դու են մյուսին, են մյուսն են մյուսին, տենանք ով է մեր երկրի վարչապետը, չէ, մեր երկրի գործադիրի ղեկավարին ես եմ ընտրում, առանձին, մեր մարզպետին ես եմ ընտրում, առանձին, մեր գյուղապետին ես առանձին եմ ընտրում, մեր ավագանին ես առանձին եմ ընտրում, ուղիղ, հնարավորինս ոչ միջնորդավորված։ Հիմա նորից վերադարձանք, իշխանական լիազորությունների ուղիղ, կամավոր եւ համաձայնեցված պատվիրակումը, այսինքն ես համաձայն եմ, որ այդ պատվիրակվի, դրանց այդ իշխանական լիազորությունների ժամանակային սահմանափակումը չի կարա 8 տարուց հետո 8 տարի վարչապետ աշխատած մարդը եւս 5 տարով մանդատ ուզի։ Դա պիտի ժամանակով սահմանափակվի։ Պարլամենտը իր հերթին պետքա ժամանակով սահմանափակվի։ Բոլոր պաշտոնյաները ընտրովի պիտի ժամանակով սահմանափակվեն։ Ուրեմն դրանց ժամանակային սահմանափակումը, քաղաքացիական առաքինություն հանդիսացող, սրա մասին առանձին պետք է խոսալ, մասնակցայնությունը, այսինքն քանի որ դա հանրային գործ է, դա ընդհանուր գործ է, այդտե պետք է լինի շատ մեծ մասնակցայնություն։ Ահա այդ մասնակցայնությունը, ինչպես նաև միասնական համակարգում միասնական կանոններով փոխհարաբերություն, այն որ ասում օրենքի առաջ բոլորն են հավասար, դրա մասին է, միասնական կանոններով միասնական համակարգում փոխհարաբերությունը հանրապետականության սկզբունքի հիմնասյուներն են։ Այս մի հոդվածում գաղափարական այն սկզբունքներն են ներկայացված, որի վրա պետք է կառուցված լինի ամբողջ մեր պետական համակարգը։ Ավելի կարելի է ռեսպուբլիկանիզմը մանրամասնել, բայց սա կարևոր է։ Ու ինչպես ԱՄՆ սահմանադրության մեջ, այնպես էլ այս սահմանադրության նախագծում, իսկ ավելի ճիշտ հիմնական սկզբունքների նախագծում, աշխատել ենք խուսափել դեմոկրատիա բառից, ժողովրդավարություն բառից, որովհետև դրա մասին մի առանձին երկար խոսակցություն կանենք, թե որտեղ է ժողովրդավարության խնդիրը, եթե դա մեկուսի առանձին արժեք ես վերցնում։ Եթե ժողովրդավարությունը պոկում ես ռեսպուբլիկանիզմից, ինչ մեծ խնդիրների ես բախվում։ Այս մեկն էլ կարդամ ու վերջացնենք։ Իշխանության եւ լեգիտիմության միակ աղբյուրը քաղաքացու ինստիտուտն է։ Քաղաքացիությունը սովորաբար ինստիտուտ չի համարվում։ Մենք կարծում ենք, որ դա ինստիտուտ է, քանի որ այլոց հետ հարաբերությունների, պետության հետ հարաբերությունների ինստիտուտ է։ Ուրեմն իշխանության եւ լեգիտիմության միակ աղբյուրը ոչ թե ժողովուրդն է ուշադիր, ժողովրդի մեջ մտնում են անչափահասներ, որոնք ընտրելու քվեարկելու իրավունք չունեն, մտնում են ժամանակավոր բնակվող եւ այստեղ աշխատող, բայց ժամանակավոր բնակվող մարդիկ։ Ժողովուրդը շատ լայն հասկացություն է, օրինակ հնդիկներն էլ են ժողովուրդ,
Երևան քաղաքում։ Մարդիկ ստեղ ապրում են, աշխատում են, հարկ են մուծում։ Իշխանության եւ լեգիտիմության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, ստեղ ուղում կա։ Ոչ միայն մեր, այլև աշխարհի շատ սահմանադրություններում գրած է ժողովուրդը, այլ քաղաքացու ինստիտուտն է, որը արտահայտվում է, այդ ինստիտուտը արտահայտվում է սահմանադրական կարգի շրջանակներում քաղաքական իրավունքների իրացմամբ։ Իշխանությունը բխում է քաղաքացուց եւ նպաստում է ժողովրդի բարեկեցությանը։ Այո, իշխանությունը նպաստում է, այսինքն, եթե Հայաստանում կա լավ իշխանություն, ամբողջ ժողովրդին է դա ծառայում, ամբողջ ժողովրդի բարեկեցությանն է դա նպաստում։ Ծառայում ասելն էլ հասկացեք փոխաբերական իմաստով։ Իրականում նրա աշխատանքը, նրա տված արդյունքը ծառայում է ամբողջ ժողովրդին։ Հա, եթե կա լավ իշխանություն։ Եվ հյուրերին, եւ մշտական բնակվողներին, եւ ժամանակավոր, եւ չափածներին, եւ անչափածներին, բոլորին։ Բայց այդ իշխանությունը ստեղծվում է, քվեարկվում է, բխում է քաղաքացուց։ Ստեղ մենք տարբերություն ենք դնում քաղաքացու եւ ոչ քաղաքացու միջեւ։ Քաղաքացին ունի ավելի լայն քաղաքական, նորություն չենք ասում, բայց այդպես է։ Քաղաքացին ունի ավելի լայն իրավունքներ իր երկրում, քան ոչ քաղաքացի։ Խոսքը քաղաքական իրավունքների մասին է։ Քվեարկել, թեկնածություն դնել եւ այլ, նորություն չենք ասում, բայց կարեւոր է, որ այդ լղոզված իշխանությունը բխում է ժողովրդից հասկացությունը, վերանայենք եւ իմանանք, որ իշխանությունը բխում է քաղաքացուց եւ լեգիտիմացվում է քաղաքացու ինստիտուտով։ Այստեղ արդեն 6-րդ կետով քաղաքացու իրավունքները բացում ենք, որոնք են, բայց խոստացել էի կես ժամ, արդեն 9 րոպե անցել ենք, համարյա 40 րոպե։ Այսօրվա դրությամբ այսքանով եկեք սահմանափակվենք, առաջիկայում կներկայացնեմ նաև մնացած հոդվածները, խնդրում եմ ձեր կարծիքը գրեք, ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ համաձայն չեք։ Եթե կարելի է, սա տարածեք, կրկնում եմ այս իմ հրապարակման, այս իմ ուղիղ եթերի իմաստը, որպեսզի պատկերացնեք, թե ինչ խորության թեմաների ենք մենք անդրադառնում եւ ինչքան լուրջ ենք պատկերացնում մեր երկրի ապագան շտկելու, մեր երկրի ապագան կառուցելու հիմքերը, ինչքան լուրջ ենք պատկերացնում մի ամբողջ սահմանադրական փոփոխությունով, նոր սահմանադրության փոփոխությունով։ Միայն դրանով հարցերը չեն լուծվում, բայց առանց դրա հարցերը սենց թենես չեն լուծվում, որտեղ սա ոչ միայն պետք է ուղղակի միտեղ գրած լինի, սա ցանկացած մեկի դպրոցական դասը պետք է լինի, որտեղ ինքը հասկանում է իր դերը հանրության եւ պետության մեջ։ Ցանկացած մեկը հասկանում է, որ ինքը քաղաքացի է, դա այնց բեր չի, որ գնաս մի երկրում պասպորտը տաս, ասես ես հրաժարվում եմ այս քաղաքացիությունից։ Իմանա, որ դա արտոնություն է, որ ինքը ունի իր երկրում։ Դա արտոնություն է, դա իրավունք է, դա պատիվ է։ Այն վերևի մնացածն էլ արդեն ասեցի։ Մի խոսքով, այսօրվա համար թերևս այսքանը, շնորհակալություն, խնդրում եմ, ովքեր կեսից են միացել, անպայման նայեք եւ գրեք ձեր կարծիքը։ Հասանք ուրեմն 5-րդ հոդվածը ներառյալ կամ 5-րդ կետը ներառյալ կարդացինք, երևի մի կես ժամով էլ խոսենք սրա մասին հետագայում։ Շնորհակալություն, բարի գիշեր։